պատասխանել պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում այդ բարդակի ներողություն բառիս համար վիճակի մասին։ Մենք շատ ենք ստանում մեծահասակներից մանավանդ ահազանգեր, որ խայտարակություն են հիմա բժշկական հաստատություններում։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը Տիկին Ալեքսանյան։ Շնորհակալություն։ Եվ Արսեն Թորոսյանն էլ վերջերս հայտարարում էր, որ թոշակառուները բեռ են երկար են ապրում, բեռ են։ Այ բեռ չդառնաս դու։ Երևի ամենաճիշտ պատասխանը այդ կդառնա, որ մի օր պետության վրա բեռ չդառնաս։ Բայց ես կուզենամ, որ ավելի շուտ վերանաս, քեզ նմանը քո տեսակը ինչքան ապրեց, այնքան հայազգի մասին վատ են մտածելու։ Անահիտ Ավանեսյան, այ գլխին ճիպոտով տված հավ։ Ես այն մարդն եմ, որը կառավարության մուտքի դիմաց քեզ հետ զրուցեց ու ասաց հավաքվիր գնա պոդիում։ Հիմա ինչ, աչքդ փորձել ես, մեր թոշակառուները շատ են ապրում, չլինի ձեր տված միջոցներով են ապրում, այ իսկական դավաճաններ, Նիկոլը թուրք է, թշնամի է, դուք դավաճան եք, այդ որ Ռուսաստանից այդքան տրանսֆերներ չուղարկվեն, այդ որ 3 միլիոնից ավել է Ռուսաստանի հայ բնակչությունը, այդ որ այդ տրանսֆերները չուղարկեն, այստեղ իրենց հարազատները, ինչու պիտի սնվեն, սովից չմեռնեն ու դեռ ձեր աչքին էլ թվում են երկար են ապրում, ձեր պահածնեն, թե Արսեն Թորոսյան կոչված լպրծուն ստահակ, թե քո ապահոված թոշակն է մեզ պահում, գետինը մտնես, գետինն էլ է ափսոս, ինչ եք ուզում դուք ես մարդկանցից, ձեր աչքը փորձել եք, հա, կորոնավիրուսը բերեցիր, տարածեցիր, աննորմալ, ստահակ, կապելու գիժ, երկու իրար հետ չտալով գլուխ էի գովում, թե ինչպես է կորոնավիրուս տարածում ու դրա դեմ պայքարում, ես չեմ մոռացել, որ ասում եք տնական քաշած արաղով ինչ կանենք, ինչ կանենք, հա ու պինցետով կքաշենք, կպոկենք, գետինը մտնեք, գետինը, Արսեն դու չէիր, որ ասում էիր, ես հիմա Ճապոնիայից եմ եկել, կորոնավիրուս եմ բերել ու տարածում եմ, իբր Ճապոնիա, հա, իբր թե հա էլի կատակ ես անում, դու տեղով վիրուս ես էլի, կարող են նրանք են վարակվել, դու վիրուսին ինչ պիտի անի, դու տեղով վիրուս ես, չարորակ, վատորակ չէ, չարորակ վիրուս ես դու, Արսեն Թորոսյան կոչված, դու որ կորոնավիրուսի են պիկի ժամանակ թողեցիր ու գնացիր, ուր, Արցակուր, չէ, ինչի համար գնացիր, գիտես չգիտենք, որովհետև քո ղեկավարը, որի հետ նորից մտերմացել ես, քեզ փորձում են նեղել, իսկ քանի որ ղեկավարի բոլոր փաստաթղթերը քո գրպանում են, իր հոգեկան վիճակների մասին, դրա համար դու նրանից չես վախենում, ու ասացիր ձեր վարչության նիստի ժամանակ, ոբշեմ ես գնացի, դուք ձեր գժին պահեք, գիտեք ձեր փակ նիստերի բովանդակությունը դուրս չեն հանում, ձեր ընկեր կոչվածները, լավ էլ հանում են, լավ էլ տարածում են ժողովրդի մեջ, փորձելով իրենց ապահովագրել։ Հիմա Արսեն Թորոսյան, ինչ ես ուզում, չապրենք, մեկը ես թոշակառու եմ։ Ես ապրելու եմ այնքան, ինքս ինձ խոստացել եմ, որ ձեր բոլորի անկումը տեսնեմ, ձեր բոլորի սատկելը տեսնեմ ու Հայաստանի ճախրը պիտի տեսնեմ։ Ես չեմ ասի, որ սրանց անկումը տեսնեմ ու մեռնեմ, չէ, բոլորովին,
Ես ուզում եմ ապրել այնքան, որ ձեր արած ավերածությունները նորմալ մարդիկ կարողանան վերականգնել, Հայաստանի պատիվը բարձրացնել, իսկ Հայաստանի պատիվը կարող է բարձրանալ միայն մի դեպքում, երբ որ ընդդիմադիր ամբողջ դաշտը, ես երբեք չեմ հավատացել այն հեքիաթին, որ հնարավոր է բոլոր ընդդիմադիրները միավորվեն, դա անհնարին բան է, որովհետև ամեն մեկը ընդդիմություն ասելը հասկանում է յուրովի ինչ-որ տեղ։ Ես շատ լավ առաջարկ եղավ պարոն Քոչարյանի կողմից, որպես իմաստուն կառավարիչ, որպես փորձ ունեցող, որպես պատերազմի խրամատից դուրս եկած մարդ, որպես գրագետ, որպես աշխարհում ճանաչված, ինչ առաջարկեց 3-4 բլոկներով ընդդիմադիր գնալ ընտրությունների, որպեսզի մարդիկ ընտրելու հնարավորություն ունենան եւ կարողանան իրենց ձայնը տեղ հասցնել։ Հետո կարելի է կազմել կոալիցիա, այսինքն համաձայնության կառավարություն, այնպես որ երկիրը չի կարելի թողնել բախտի մահաճույքին, անտերի գլուխը ով ասես կխուզի, անտերի գլուխը ով ասես կկտրի, մենք մեր երկիրը չպիտի անտեր թողնենք, ժողովուրդ, պիտի մենք ինքներս պայքարենք մեր երկրի համար։